Ունեմ ատրոֆիկ գաստրիտ, խիստ անհանգիստ եմ, ինչու է այն առաջանում։ Ատրոֆիկ գաստրիտը վախենալու դատավճիռ չէ, բայց պահանջում է ճիշտ հսկողություն և կարգապահ մոտեցում։ Փորձեմ հանգիստ և հստակ բացատրել։ Ատրոֆիկ գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բարակումն է և թթվի և պաշտպանիչ ֆերմենտների արտադրությունը կարող է պակասել։ Ինչու է առաջանում։ Ամենահաճախ պատճառներն են. Առաջինը և կարևորը հելիկոբակտեր պիլորի վարակ, երկրորդը երկարատև չբուժված գաստրիտ, աուտոիմուն պրոցեսներ, ծխախոտ, ալկոհոլ, անկանոն սնունդ, ստրես, իսկ ինչով է վտանգավոր են, չբուժվելու դեպքում կարող է առաջացնել վիտամին B12-ի պակաս, որը կառաջացնի թուլություն և գլխապտույտ, կարող է վատացնել մարսողությունը, բարձրացնել ստամոքսի քաղցկեղի ռիսկը, սա է վտանգավորը, բայց վերահսկման դեպքում ռիսկը դառնում է նվազագույն։ Իսկ ինչ անել հիմա, այժմ քայլ առ քայլ ես կբացատրեմ։ Պարտադիր կատարել հետազոտություններ։ Եթե դեռ չեք արել գաստրոսկոպիա, պետք է կատարել, ընդ որում գաստրոսկոպիան անում ենք բիոպսիայով։ Հելիկոբակտեր պիլորի շնչական թեստ կամ բիոպսիա, արյան զննություն, B12, ֆերրիտին, գաստրինի քննություն արյան մեջ։ Եթե կա հելիկոբակտեր պիլորի, ապա անպայման վերացնել այն։ Սա ամենակարևոր քայլերից մեկն է։ Սննդակարգն է շատ կարևոր այս դեպքում, ուտել փոքր չափաբաժիններով, սնունդ օգտագործել տաք վիճակում, ոչ շատ սառը, ոչ շատ տաք, խաշած, շոգեխաշած, թխած ուտելիքներ, բացառել ալկոհոլը, սուրճը դատարկ ստամոքսին, կծու տապակած ծխեցված միսը, գազավորված ըմպելիքները։ Կյանքի ռեժիմի հետ կապված ինչ պետք է պահպանել, չծխել, նվազեցնել ստրեսը, չօգտագործել ինքնուրույն ցավազրկողներ, ինչպիսիք են իբուպրոֆենը, դիկլոֆենակը և նմանները, և կատարել և պահպանել հսկողություն օրգանիզմի նկատմամբ։ Գաստրոսկոպիան կատարել 1-2 տարին մեկ անգամ, կախված ատրոֆիայի աստիճանից։ Շատ կարևոր բան, ատրոֆիկ գաստրիտ ունեցող հազարավոր մարդիկ ապրում են լիարժեք կյանքով, վտանգավոր է ոչ թե ախտորոշումը, այլ նրա անտեսումը։ Մի վախեցեք, դուք միայնակ չեք։ Եթե օգտակար էր, լայքեք, բաժանորդագրվեք դոկտոր Հասմիկ Թաշյան ալիքին և գրեք մեկնաբանություններում, ինչ թեմաներով եք ուզում, որ մենք խոսենք հաջորդի։ Եղեք առողջ։